Մեկ ամսից ավելի է ուժի մեջ է օրենքը, որով այսպես երթևեկով վարորդները պիտի տուգանվեն։ Իրենց երաժշտական ճաշակը հանրությանը թելադրող վարորդները սակայն ոչ միայն շարունակում են երթևեկության մեջ բարձր երաժշտություն լսել, այլև պատասխանատվությունից խուսափելու տարբերակներ փնտրել։ Զրուցել ենք օրենքը շրջանցելու հնարամիտ տարբերակներ առաջարկողներից մեկի հետ, որն իր ծառայությունները գովազդել էր սոցցանցում։ Ախպերս ամեն ինչ էլ կարող ենք անենք, քողարկելով շահեն ամենաբարձր մակարդակով, եթե բուֆերա դրած, այնպես բուֆերներ ենք օգտագործում, որ սլի մտնի, այնպես տեղեր պահենք, որ չերևա, ամեն ինչ արվում է, ինչը վերաբերում է երաժշտության դեպքին։ Մեր զրուցակցի խոսքով միայն մեքենան տեսնելուց հետո կարող է ասել, թե որքան կարժենա ուժեղացուցիչի, այսպես ասած իրավապահներից քողարկումը։ Facebook-յան տարբեր խմբերում վարորդները քննարկում են ինչպես խուսափել տուգանքից, միաժամանակ դժգոհում գործող օրենքից։ Դուք պետք է որոշվեք որպես քաղաքացի, որպես վարորդ։ Ձեր տրանսպորտային միջոցը մի 500,000-ից ավել ծախս անեք, այդ չգիտեմ, այդ ուսիլիցել այդ դինամիկները վերեք, տեղադրեք, հավաքեք, մեկ է հաջորդ օրը ոստիկանը արգրավի, դուք էլ ընկնեք դատաստանների միջոցով փորձեք ձեր գույքը հետ ստանաք։ Մի արդյոք հետ կստանաք, հետ չեք ստանա, դա չեմ կարող ասել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունները հեղինակել են ՔՊԱ-կան պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանն ու Արուսյակ Ջուլհակյանը։ Ըստ իրավական ակտի խախտումը պետք է արձանագրվի տեղզնման ժամանակ։ Եթե բացի գործարանային սարքերից մեքենայի վրա լինեն նաեւ լրացուցիչ սարքավորումներ, կարգրավվեն իրավապահների կողմից։ Պարզվում է Facebook-յան օգտատերերից մեկը ոչ միայն կարողանում է քողարկել մեքենայի լրացուցիչ սարքավորումները, այլև անխոչնդոտ երթևեկել մքեցված ապակիներով, որը եւս օրենքի խախտում է։ Սեփական ավտոյի վրա տեղադրած է դվայներ ստեքլապակետ սպիտակ շուշեկով։ Սևով ինձ կանացրել են, իջացրել եմ, բարձրացրել եմ սպիտակը, ուզեցել են դուր քանդեն, ոչ մի ձևի իրավունք չեն ունեցել դուրս քանդեն, որ դրան մեջի ինչ է։ Եթե ասում մոտավորապես մի 10 օր առաջվա բան։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ վարորդները իրենց ապակիները մքեցնում են։ Ժամանակ առ ժամանակ ոստիկանությունը հսկողությունը ուժեղացնում է եւ նորից իրավախախտումների քանակը ավելանում են։ Օրինակի համար ես մեր ունեցած բողոքների իմ տվյալներով ասեմ, ես վիճակագրություն չունեմ, բայց 6 ամսից շարունակա մենք դիմապակու բողոք չունենք, որ ոստիկանը բան արել, կանգնացրել եւ արձանագրել։ Վերջի մի ամիսը այնքան էր շատացել, չեք պատկերացնում, շաբաթը 3 հոգի մեզ դիմում էր այդ հարցով։ Քերանի կարծիքով մեքենաներում լրացուցիչ սարքավորումների տեղադրման արգելքն ուղղված չէ երթևեկության անվտանգության բարձրացմանը։ Ֆակտոր TV-ին վարորդների եւ քաղաքացիների շրջանում անցկացված հարցմամբ փորձել է պարզել, թե որքանով է նրանց անհանգստացնում երթևեկության ժամանակ մեքենաներից հնչող բարձր երաժշտության ձայնը։ Որ երթևեկության ժամանակ բարձր երաժշտություն եք լսում մեքենաներից, ոնց եք վերաբերվում։ Շատ ախանգարում։ Իսկ հաճախ եք լսում, հաճախ եք։ Նիվա, Ժիգուլի, այն իվեկը։ Ունեցել եմ բորում խլնում էր, չէ ջոգում ինչ էր կողքերը։ Ես տաքսի եմ քշում, նստում եմ մեջ էլի ուզում են։ Ասում են երաժշտություն միացրեք։ Այո, երիտասարդները։ Իսկ ձեզ խանգարում է այդ ձայնը, որ լսում եք ուրիշ մեքենաներից։ Հարմարվում եմ կյանքին, ինչ արած։ Չէ որ երիտասարդ են ուզում են ուրախանան։ Լուսամուտները փակ եմ քշում, այդպես չի երևում։ Բայց ձեզ վրա չի։ Իմել չկա, էլ այդպես բաներ չեն անում։ Չեք տեսնում երթևեկության ժամանակ չեք հանդիպում։ Իսկ խլացուցիչների ձայներ, որ մեքենաների այդ գրուշителները չի ռաստվել։ Նայած բայ, բայց մի քիչ տհաճուկ, այնց անհարմար է։ Ներվայն անում է։ Խանգարում է այսինքն, հա, ձեզ։ Եթե գիշերը մի քիչ է, ցերեկը նորմալ է։ Մեքենաներից լսվող բարձր երաժշտության ձայների Այդ հաճար շատ մանրաբիզը որ չեն տնում, մենք պարավներ չենք դիմանում։ Անշնորհքությունը ավելի շատ, որովհետև ուրիշներին են խանգարում։ Ամեն երեկո, թե ինչ սիգնալներով, հա, ինչ բարձր երաժշտությամբ մեքենաներ են գնում ու քնից արտանում, ստրես են տանում։ Կարծում եմ բարձր երաժշտություն պետք է արգելել կոնկրետ ժամերից հետո։ Իհարկե դա խանգարում է թե մամաներին, ովքեր երեխային են դրսում քնացնում, կամ պարզապես իրենց զբոսանքը վայելող մարդկանց։ Մեքենաներում տեղադրված լրացուցիչ ուժեղացուցիչներ եւ խլացուցիչներ հայտնաբերելու դեպքում վարորդները տուգանվում են նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։ Իրավապահները նրանց սարքավորումները բռնագրավում են եւ տուգանային 2 միավոր իջեցնում։ Ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար օրենքի ուժի մեջ մտնելուց մինչև օրս 84 վարորդ է տուգանվել։